Բարի երեկո, խոսքի իրավունքում Անդրանիկ Թևանյանն է, բարև ձեզ, շնորհակալ եմ համեցել եք։ Փաստորեն հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման հանդիսավոր երթում տված պետական պաշտոնյան, որ ուխտել էր բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտականությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն ու օրենքները, ոչ միայն գործնականում բազմիցս դրժել է պետական իր ուխտը, այլև հայ առաքելական Սուրբ եկեղեցու հայրենասիրական ազգապահպան քարոզները սկսել է որակել որպես ոչ ավել ոչ պակաս ծայրահեղական իսլամի դրսևորումներ։ Տեսեք, հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի հարձակումը դրսից իջեցված պատվեր է։ Այդ պատվերի իրականացման շրջանակներում ինքը խճճվել է, ամեն օր մի բան է հայտարարում իր մոտիվացիայի մասին, մի օր ասում է բարևարկություն, մի օր ասում է քաղաքականությամբ հենց զբաղվել դրա համար եմ հարձակվել, մի օր ասում է ուզում եմ այսպես եկեղեցական կանոնակարգը փոխել եւ այլն, բայց մեր հերոստատիտողներին մենք պետք է հստակ մեր քաղաքացիներին ասենք, որ Նիկոլ Փաշինյանը հարձակվել է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ Փաշազադեի հրահանգով։ Իսկ ինչու նա կատարել այդ հրահանգը, որովհետեւ ինքը մուրում է խաղաղության թուղթ, ոչ թե խաղաղություն, այլ խաղաղության թուղթ, որպեսզի վաճառի այն Հայաստանի քաղաքացիների վրա եւ առաջիկա ընտրությունների ժամանակ փորձի խաբելով ձայներ կորզել, ինչպես որ կորզեց 21 թվականին հայտարարելով, որ Արցախի ինքնորոշման համար է պայքարելու, բայց հետագայում արդեն ասելով, որ Արցախը Ադրբեջան է եւ վերջ։ Ուրեմն ինչից էլ ինքը խոսի, ինչ էլ անի, մենք պետք է իմանանք, որ սա Ադրբեջանի հրահանգով իրականացվող քաղաքականություն է եւ այդ քաղաքականությունը ուղղված է ոչ միայն հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, այլև հայոց պետականության դեմ, հայկական պետականության դեմ։ Մնացածը, այսպես մի հայտնի բառ կա կռուտիտներ, այդ մնացածը կռուտիտներ են։ Ինքը խայտարակ որակումներ է տալիս եւ փաստորեն իգիլի հետ է համեմատում հայ առաքելական Սուրբ եկեղեցին, որը ցույց է տալիս իր հերթական հակահայկական եւ հակապետական էությունը։ Մնացածը հեքիաթներ են։ Շատ լավ։ Հիմա Վենսի այցով, Վենսը գնաց Ծիծեռնակաբերդ։ Ինչ է սա նշանակում, որ չեն մոռանում հայոց ցեղասպանությունը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այն դեռ կարող է օգտագործել Թուրքիայի դեմ։ Տեսեք, որտեղ մեր պետական արարողակարգից հյուրերին ընդունման այդ վաղուց դուրս էր եկել Ծիծեռնակաբերդը։ Այո, բայց օրենքը չի փոխվել։ Հա։ Ծիծեռնակաբերդը, այսպես ասած, պատահաբար վերանորոգում են, որպեսզի խնդիրներ առաջացնեն, բայց Վենսի այցելությունը զուտ արարողակարգային էր, բայց նրա կողքը մի հայ պաշտոնյա չկար կանած Էրդողանը Այսպես ասեմ, Էրդողանն ու Ալիևը մեր ներքաղաքական կյանքում ակտիվ մասնակցություն ունեն եւ Վենսի այցը Ծիծեռնակաբերդ նրա գրառումը, հետո այդ գրառման փոփոխությունը, որտեղ ինքը հրաժարվում էր արդեն այդ ցեղասպանությունից, ցույց է տալիս, որ սա ընդհանրապես ձևական բնույթ է կրել։ Ամերիկացիները միգուցե այդքան չեն խորացել, բայց դրսից զանգ ես չեմ զարմանա, որ Նիկոլ Փաշինյանը խնդրած լինի, որպեսզի հանեն այդ գրառումը, որովհետև մենք տեսնում ենք, թե Բաքվում ինչ է տեղ ունեցած, այսպես կոչված շահիդների պուրակում նա գնացել է, գրառում է արել համապատասխան պաշտոնական կայքում դրված է իրենց դեսպանատան եւ այս առումը որևէ խնդիր չի առաջացել։ Իսկ ցեղասպանության հետ կապված Նիկոլ Փաշինյանի մոտ քանի որ այդ հարցը փակված է եւ դա Թուրքիայի նախապայմաններից մեկն է եղել, դրա համար էլ իրենք փորձել են այդպիսի քայլի գնալ, իսկ ցեղասպանության հարցը աճուրդի վաղուց է հանել Նիկոլ Փաշինյանը, այնպես որ զարմանալու բան չկա։ Նույնն է արդյոք Ամերիկայի վերաբերմունք Արցախի հարցի վերաբերյալ այդքան զոհերի, էթնիկ զտման եւ գերիների մասով անկախ այսօրվա իշխանությունների միտումնավոր անտարբերությունից։ Տեսեք, Միացյալ Նահանգները նախ հայտարարեցին, որ իրենք մոնիտորինգ կանեն, ուսումնասիրություն կանեն, հետո կտան գնահատական արդյոք դա էթնիկ զտում էր թե ոչ, բայց այստեղ ես չէի ուզենա, որ մենք ինչ-որ հակաամերիկյան գիծ որդենգրենք։ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը այնպեսին է, որ ինքը թշնամացնում է մեզ գերտերությունների հետ։ Ռուսաստանի հետ է թշնամացնում, Իրանի հետ է թշնամացնում, Միացյալ Նահանգների հետ է թշնամացնում։ Այստեղ խնդիրը Միացյալ Նահանգները չեն։ Խնդիրը Հայաստանի իշխանությունն է, որը վարում է այնպիսի քաղաքականություն, որից օգտվում են դրսի ուժերը եւ հիմարություն կլներ, եթե չօգտվեին։ Այլ հարց է, որ մեր երկրի ներսում վարվող քաղաքականությունը պետք է փոխել եւ արտաքին քաղաքականությունը փոխել, իսկ այդ իշխանությունների պարագայում դա անհնար է։ Այնպես որ Արցախի հետ կապված, եթե կոլեկտիվ արևմուտքի նպատակն այն էր, որ ռուսական զորքերը դուրս բերվեին տարածաշրջանից եւ մասնավորապես Արցախից,
իրենք այդ նպատակին հասան Նիկոլ Փաշինյանի ձեռքերով։ Հիմա ուր են այդ Մակրոնները, Միշելները, Բորելները, Ուրսուլաները, ուր են Բայդենները, որոնց խավորությամբ, ակտիվ միջամտությամբ Արցախը հանձնվեց Ադրբեջանին, տեղի ունեցավ էթնիկ զտում եւ որից օգտվեցին արդեն մյուս շրջանակները, բայց ոչ Հայաստանի Հանրապետությունը, ոչ Արցախի Հանրապետությունը, ոչ էլ հայ ժողովուրդը։ Իսկ հիշեցնեմ, թե ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը Արցախի խնդրի հետ կապված, ասում էր պետք է մենք այդպիսի լուծում գտնենք, որ բավարարի Հայաստանի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին եւ Արցախի ժողովրդին։ Հիմա Ադրբեջանի ժողովուրդը բավարարված է, Հայաստանի եւ Արցախի ժողովուրդները ոչ։ Բայց այդ մասին ինքը մոռացել է, ասում է, ես պատմական ճիշտ որոշում եմ կայացրել, գիտակցված դավաճանությանը գնացել ինքը փաստորեն, եւ հիմա դա խոստովանում է եւ անունը դնում է, որ խաղաղություն է բերել։ Բայց ես հիշեցնեմ, ինչ էին ասում իրենք Արցախ հանձնելուց առաջ։ Ասում են հանձնում ենք Արցախը, որ փոխարենը հանգած չտանք Սյունիքի միջանցքը։ Արցախը հանձնեցին, միջանցքը տվեցին։ Անունը դրել են TRIP, գունագեղ այսպես ամերիկյան փաթեթավորմամբ ներկայացնում են հայ ժողովրդին, բայց դա իրականում միջանցք է եւ պատահական չէ, որ Բաքվում նույն Վենսը քննարկում է Ադրբեջանի հետ, որ Նախիջևանի հետ միացման անխոչնդոտ ճանապարհ է լինելու եւ այստեղ եւս մեկ նախապայման բավարարվել է Ադրբեջանի։ Ալիևը հայտարարում էր, որ ինքը որևէ հայի չպետք է տեսնի այդ ճանապարհով անցնելիս, Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ինչ-որ ձևակերպում արհեստական բանականությամբ եւ այլնով կտեսնեն, կգնան եւ երբ որ հարցնում են, բա լավ, բա Հայաստանի քաղաքացիները կարող են նույն փոխադարձությունը ստանալ, ինքը արդեն ըստ էության ասում է ոչ։ Ասում է դա առանձին պրոյեկտ է TRIP-ը, բա մյուս պրոյեկտները։ Այսինքն մենք կողմ ենք հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը։ Դրական է, որ ասենք Թրամփի վարչակազմը ներգրավում է խաղաղության գործընթացում, բայց սա փաթեթային լուծում է պահանջում։ Այսինքն մենք էլ պետք է կարողանանք Նախիջևանի տարածքով էլի անխոչնդոտ գնալ Իրան, Ադրբեջանի բուն այդ մայրցամաքային տարածքով գնանք Ռուսաստան, էլի անխոչնդոտ, բայց դա չկա։ Մեզ խափում են, ասում են արդեն ճանապարհները բացվել են, սուտ են ասում։ Այդպիսի բան չկա։ Տրանզիտային ճանապարհով գալիս է, այդպես Թուրքիայից էլ է, միշտ էլ եկել է։ Նույնիսկ պատերազմի տարիներին Թուրքիայից ապրանքներ են եկել Հայաստան Վրաստանի տրանզիտով։ Դա ներկայացնել որպես ձեռքբերում, որպես խաղաղություն, ուղղակի դեմագոգիայի եւ կատարյալ ստախոսություն։ Հիմա խնդիրը այն է, որ Հայաստանը իր շահերը հանձնել է Թուրքիային ու Ադրբեջանին հանուն Նիկոլ Փաշինյանի աթոռի։ Իրեն ուրիշ ոչինչ չի հետաքրքրում։ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրված է բացարձակապես սեփական կաշվի փրկության խնդրով եւ Ամերիկայի ներգրավվածությունը ուղղակի փաթեթավորման նշանակություն ունի։ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը բավական մեծ ազդեցություն եւ ներգրավվածություն ունեցել է TRIP-ի գործընթացում։ Էրդողանը նրա միջոցով համոզել է Թրամփին, որ դուք կարող եք ներգրավվել այս տարածաշրջանում եւ փաստացի դառնալ սեփականատեր այդ process-ի եւ ցամաքային կապ ունենալ դեպի Կենտրոնական Ասիա եւ այլն Հայաստանի տարածքով։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տարածքի հաշվին ներգրավվել է Ամերիկային որպես փաթեթավորող այդ process-ի, որպեսզի Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջ իր ստանձնած պարտավորությունները կատարի եւ նրանցից ստանա աջակցություն իր աթոռը պահելու համար։ Դա ոչ թե խաղաղություն է, այլ հետաձգված պատերազմ կամ հետաձգված արցախիզացիա։ Այսինքն Հայաստանը ըստ Նիկոլի գնում է Արցախի ճանապարհով։ Ուղղակի ինքը այդ ընթացքում պետք է կատարի իր ֆունկցիան եւ իր կաշին փրկի։ Սա է ամբողջ պատկերը, որը մենք ունենք եւ պետք է մեր ժողովրդին շատ པարզ բացատրենք այս մասին։ Իրական խաղաղությունը լինում է այն դեպքում, երբ որ լինում է իրական ապաշրջափակում եւ երաշխավոր ինստիտուտների ներդրում, այսինքն մեր պատկերացմամբ խաղաղությունը պետք է լինի երաշխավորված։ Միացյալ Նահանգները հայտարարում են, որ մենք երաշխավոր չենք գետնի վրա, ավելին Տրամպը ասում է սա ռուսական ազդեցության գոտի է, Թուրքերն է Տրամպին ասում են, բայց ինչի՞ էս այդպես հայտարարում, մենք Հայաստանին դրել ենք մեր գրպանը, Ադրբեջանն էլ մեր հետ է, իզուտեղ կարիք չկա ռուսներին զիջումների գնալու այս տարածաշրջանում, Հայաստանը ամբողջությամբ հանձնվել է մեզ եւ բանա Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Արցախի ճակատագիրը կրկնել Հայաստանի համար։ Դուք ինչի՞ եք իրար խառնվել, ավելի լավ չի, որ մենք այստեղ մեր ազդեցությունը մեծացնում ենք, ձերն էլ հետը։ Ասում են շատ լավ, եթե Հայաստանի իշխանությունը ուզում է, թող անի։ Հիմա այստեղ մնացել է խոսքը ժողովրդին, հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացիներին։ Իրանք ուզում են Արցախի ճակատագրի կրկնություն Հայաստանում, թե ոչ։ Սա է ամբողջ պատկերը։ 9 միլիարդի պատմությունն ինչ էր, անցավ ըստ ձեզ ֆռիկը, թե բա 5 միլիարդ ներդրում ամերիկան կանի, հետո մի հատ է 4 միլիարդ ներդրում է անելու Հայաստանում, թարգմանչական սխալ էր, թե միտումնավոր սուտ սա ըստ ձեզ։ Մեծ բլեֆ էր,
եւ դրա տակ կա նաեւ աշխարհակաղակական խնդիր, որովհետեւ Այսինքն կարծում եք ամերիկացի գիտությամբ է սա կատարվել։ Բայց ամերիկացի գիտության խնդիր չկա, բարձ հայտարարեցին իրենք, որ այսպես կոչված win-win, այսպես հաղթանակ մոդել է, Հայաստանը վճարելու է, Ամերիկայում աշխատատեղեր են ստեղծվելու, իրենք իրենց դերևս որևէ տեղ չփորձարկված մոդուլային ռեակտորը բերելու են Հայաստան, Հայաստանն է դրա համար մեծաշուտ վճարելու է $9 միլիարդ։ Հիմա դրա Բայց ասում են 9 միլիարդի ներդրումը անելու Ամերիկան Հայաստանում։ Սուտ են ասում, ինքը այդպեսի բան չի հայտարարել։ Վենսը հստակ ասել է, որ դա մեր համար արտահանում է էքսպորտ։ Եվ դա նաև աշխատատեղերի ստեղծում է Միացյալ Նահանգներում, եւ դա մեր ներկայությունն է այստեղ, բայց իրական նպատակը Մեծամորի ատոմակայանը փակելն է։ Մեծամորի ատոմակայանը փակելը եւ Վենսը իր հայտարարության մեջ մի ձևակերպում տվեց, որը շարունակությունն էր Փաշինյանի այն հայտարարության, որ ինքը արել էր ազգային ժողովում։ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մեր էներգետիկ համակարգը շահկապվելու է Ադրբեջանի հետ։ Վենսը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ինքը դրական է գնահատում, որ տարածաշրջանում միասնական էներգետիկ համակարգ է լինելու։ Հիմա թարգմանաբար ես բացատրեմ մեր ժողովրդին, թե դա ինչ է նշանակում։ Սիրելի ժողովուրդ, դա նշանակում է, որ Հայաստանը զրկվելու է ռուսական գազից, էժան գազից, Հայաստանը դուրս է գալու Ռուսաստանի հետ համագործակցությունից Մեծամորի ատոմակայանի մասով եւ կծվելու է Ադրբեջանին ու Թուրքիային այնպես, ինչպես Արցախն էին գցել Ադրբեջանին։ Հիշում եք այն վինտիլը, որ կար գազի, մի օր բացում էին, մի օր փակում էին շրջափակման ժամանակ եւ ստիպում էին արցախցիներին, որպեսզի ենթարկվեն իրենց։ Հետագայում արդեն երբ որ այդ համակարգերը կախված կլինեն Ադրբեջանից, ադրբեջանցիները խնդիր կդնեն, որ 300,000 ադրբեջանցի պետք է գա բնակվի Հայաստանում, որից հետո Թուրքիան կհայտարարի, որ ինքը այնտեղ կարող է զորք մտցնել, որպեսզի պաշտպանի ադրբեջանցիների իրավունքները, այսպես ասած մարդու իրավունքները, ինչպես որ դա արել է Իրաքում, ինչպես որ դա արել է Սիրիայում։ Այստեղ չի անում, որովհետև դեռևս բալանս կա Ռուսաստանի հետ։ Այդ բալանսը որ վերացնեն, արդեն Հայաստանի Հանրապետության ապամոնտաժումը իրականացնելու են։ Սա է միասնական էներգետիկ համակարգ կոչվածի իրական պատկերը։ Շատ հանրամատչելի բացատրեցիք, շնորհակալություն։ Ատոմային էներգետիկայի մասին այդ փաստաթուղթը եւ այլն միայն դրա մասին էր, թե ավելի հեռուն գնացող էր իրենց ատոմակայանը փակելու մասին էր։ Սյունիքում ուրանի հանքերի վրա աչք բանսած բաներ չկա։ Այդ ամեն ինչն է կա, բայց այսօր միջազգային միջազգային մամուլը եթե նայեք, ես նայում եմ արևմտյան փորձագետների ուրեմն վերլուծությունները, իրենք պարզ գրում են, որ մենք հասանք նրան, որ Մեծամորի ատոմակայանը կփակվի, որը ի դեպ Թուրքիայի նախապայմաններից հերթականն էր։ Այս մասով եւ հիմա արդեն, այսպես ասած, ցրցամ են տալիս, որպեսզի երկաթգիծը վերացնեն։ Հանձնեն Թուրքիային, ասում են Թուրքիան դժգոհ է, որ այստեղ ոչ իրենց երկաթգիծն է։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը արդեն սկսել է քարոզարշավը երկաթգծի կառավարման ռուս գործընկերները իրենց սիրում են, ես իրանց ցավը տանեմ, բայց հաջորդ քայլը լինելու է ռուսական ռազմաբազան Գյումրիից հեռացնելը, ասելով, որ մենք արդեն խաղաղություն ենք, բարեկամ ենք եւ այլն, դրա համար չեն կրակում։ 44 օրյայից առաջ չէին կրակում։ Հիշում եք, Դուշանբեից հետո ասում են այդ դիպուկահարների պատերազմը վերջ ավարտվեց, Նիկոլ Փաշինյանը խաղաղություն բերեց։ Այդ հեքիաթը տարածեցին, հետո տեսանք, թե ինչ խաղաղություն էր դա։ Հազարավոր զոհեր, Արցախի կորուստ եւ այլն եւ Հայաստանի տարածքների օկուպացիա։ Հիմա ասում են Ժորժ ջան, դե քանի որ մենք բարեկամ ենք, Թուրքն էլ մեր եղբայրն է, Ադրբեջանն էլ մեր եղբայրն է, եկեք բազան հեռացնենք, որ չգրգռենք նրանց նյարդային համակարգը։ Հենց հանեցին հաջորդ օրը թուրքական զորքերը մտնելու են այստեղ, ինչպես Իրաք, ինչպես Սիրիա։ Եվ որից հետո արդեն ասելու են դե դուք որոշում կայացրեք, Բավրայով եք հեռանում Հայաստանից, թե Այրոմի ճանապարհով։ Սա է իրենց իրական նպատակը երկարաժամկետում։ Իսկ Միացյալ Նահանգները ոչ թե հատուկ խնդիր է դրել, որ վերացնի Հայաստանը, այլ ուղղակի ինքը իր աշխարհաքաղաքական շահերից ելնելով դրական է գնահատում այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեծացնում են իրենց ազդեցությունը։ Դուք նայեք տարբերությունները Ադրբեջանում ինչից են խոսել, ինչ են ստորագրել, Հայաստանում ինչից են խոսել։ Այսինքն եթե ձևակերպումներ տանք, որ ասում են ռազմավարական հարաբերություններ, Նիկոլ Փաշինյանը Ամերիկայի համար Հայաստանը դարձրել է ռազմավարական մանրադրամ, իսկ Ալիևը Ադրբեջանին դարձրել է Ամերիկայի համար ռազմավարական գործընկեր։ Սա է տարբերությունը։ Ռազմավարական մանրադրամը դա հետեւյալն է. իմ տարածքի հաշվին Այն մի հատ ժողովրդական խոսք կա, չէ՞, որ ասում են հարսի համապատասխան մասով փեսուն լավություն անել։ Հիմա Հայաստանի հաշվին Թուրքիային ու Ադրբեջանի ներգրավում է Նիկոլ Փաշինյանը հանուն իր իշխանության եւ ասում է ամերիկացիներ եկեք սրան է դուք էլ այսպես ասած փաթեթավորումը ապահովեք։ Ամերիկան ասում է բայց այտենց նվերի խող հիմար չենք որ չօգտվենք։ Իսկ ինչ վերաբերում է այդ հեքիաթներին,
այսպես կլինի Վենսի այցից հետո վտարի հետ կապված Ամերիկայում մենք մի հատ էլ չէ, այդպես պաշտոնյա ունեցել ենք Վուդրո Վիլսոն անունով, որը շատ մեծ քարտեզեր նվիրել հայ ժողովրդին 160,000 քառակուսի կիլոմետրով Սևրի դաշնագիր եւ այլն, թե ինչ մնաց դրանից հետո եւ ինչ արեցին ամերիկացիները, մենք արդեն պատմությունից գիտենք։ Հիմա նույնը, այսպես ասած, երբ որ Վենսը գալիս է մեր բակը, առանձնապես պետք չի այդպես դուլուլու կանչել։ Պետք չի անել։ Հասկացած ես։ Բա ինչ կասեք այդ 11-12 միլիոն դոլարի անօթաչուների մասին, Ամերիկայից բերվող այդ դրոնները կարող է ռուսական սուերի ճակատագրին արժանանալ։ Գեղեցիկ փաթեթավորում գովազդային, մանավանդ ասում են հետախուզական նպատակով, եթե Նիկոլ Փաշինյանը այս տարածաշրջանում մեր դեմ թշնամական հայտարարություններով միայն Ադրբեջանն է, եթե ասում են խաղաղություն եմ եւ այլն, հետում ենք մենք հետախուզելու, Թուրքիային ենք հետախուզելու այդտեղ, թե Ադրբեջանին եւ այլն, ասենք այդտեղ հարցեր կան, բայց գեղեցիկ փաթեթավորումները վատ չեն իհարկե, բայց Միացյալ Նահանգների հետ մենք պետք է ռազմավարական հարաբերություններ զարգացնենք գործընկերային։ Մեր ուզած տարբերակով, օրինակ արհեստական բանականության ոլորտը, մյուս ոլորտները, այդ առումով շատ նորմալ դրական եմ գնահատում, որ մենք Ամերիկայի հետ զարգացնենք հարաբերությունները, բայց ոչ ատոմակայանի մասով։ Չիպերի մասին է խոսում, չիպերսկի Չինաստանում չեն կարող մարտահրավեր։ Ոչ ատոմակայանի մասով, որովհետև դա աշխարհաքաղաքականություն է, դա տնտեսություն չի։ Որովհետև այդ մոդուլային ռեակտորները ոչ միտեղ փորձարկված չեն, որովհետև նույնիսկ լոգիստիկ առումով անհասկանալի թե դա ինչպես է բերվելու, տեղադրվելու, կիրառվելու, չկա այդպիսի բան, դա բլեֆ է, հասկանում եք։ Այդ բլեֆը մեր վրա որպես փորձարարական ճագարիկ կիրառելու իմաստը ո՞րն է, եթե ոչ միայն այն, որ Նիկոլ Փաշինյանը շատ թանկարժեք լուսանկար եւ ասուլիս կազմակերպի։ Վերջում կհարցնենք, ասի ես չեմ ասել հորս արև, ես ասել եմ հոյս արև։ Դե այդ վերջը իմ կարծիքով Երեք Էդուարդ Շարմազանովը շատ դիպուկ։ Հունիսի 7-ին մենք այդ վերջը պետք է տանք, այդ հորս արևների վերջը պետք է տանք։ Հունիսի 7-ին հայ ժողովուրդը հնարավորություն ունի իր ճակատագիրը որոշելու, սա վերջին անգամ է լինելու իր համար։ Առայժմ դեռ հայ ժողովուրդը որոշում կայացնող է, դեռ սուբյեկտ է այդ առումով, որ այն առումով, որ ինքը կարող է սեփական իշխանություն ընտրել։ Դրա համար մենք անպայման կոչ ենք անելու, որ մարդիկ մասնակցեն, բայց այսօր Սամվել Կարապետյանի կուսակցությունը շնորհանդես արեց, ընդհանուր ներկայապնակը արդեն ուրվագծվել է կարծես Գագիկ Ծառուկյանն է, Ռոբերտ Քոչարյանի դաշնակցության հետ կարծես բլոկն է, չգիտեմ, Արման Թաթոյանեն հələ իմիջ են եկել մինչև վերջ։ Դուք ինչ եք անելու։ Մայր Հայաստանը ինչ դերակատարում է ունենալու այս ընտրություններին, մասնակցելու եք թե չէ։ 23 թվականին ստեղծվել է որպես շարժում, հիմա նաև մենք համանուն կուսակցությունը գրանցեցինք եւ դաշինքով եւ կուսակցությունով մասնակցել ենք համապետական նշանակություն ունեցող 3 թիմ ընտրությունների Երևան, Գյումրի, Վաղարշապատ։ Միակն ենք ընդդիմադիր դաշտում, որ մեր դեմքով, մեր անվան տակ, մեր բրենդով մասնակցել ենք այդ 3 ընտրություններում, 3-ում էլ դրական արդյունք ենք ապահովել։ Երևանի հարցումները արդեն երկրորդ տարին է ցույց է տալիս, որ Մայր Հայաստան առաջինն է խմբակցության գործունեությունը, առաջինն է մայրաքաղաքում։ Սա փաստ է, երևանցիներն էլ են տեսնում եւ մենք շնորհակալ ենք դրա համար, որ մեր աշխատանքը գնահատվել է։ Եվ այս առումով մենք երբեք չենք խուսափել պայքարից եւ չենք խուսափելու եւ առաջիկա օրերին մենք մեր մասնակցության ձևաչափի մասին հայտարարություն կանենք, հանրությանը կտեղեկացնենք։ Ես նաև հիշեցնեմ, որ մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք ոչ թե մանդատի խնդիր ենք դնում, ոչ թե ցուցակի խնդիր ենք դնում այս ընտրություններում, այլ դնում ենք իշխանափոխության խնդիր եւ մենք պատրաստ ենք ստանձնել Մերանի կոորդինացնողի կոնսոլիդացիա ապահովողի մեր դիրքերը եւ դրա առումով մենք պատրաստ ենք դրոշակ վերցնել։ Եվ այս առումով մենք կոչ ենք անում բոլոր ուժերին մի կողմ դնել իրենց ամբիցիաները, երբեմն հիվանդագին, մի կողմ դնել հատվածական շահերը, ով քանի մանդատ կվերցնի եւ այլն, եւ գնալ հնարավորինս լայն խոշորացման ճանապարհով, որպեսզի մենք կարողանանք փոփոխություններ բերել եւ շատ կարեւոր է նաեւ որպեսզի մարդիկ տեսնեն, որ բացի անվտանգայինից մենք նաեւ տեսնում ենք սոցիալական, տնտեսական լուրջ խնդիրներ Հայաստանում, շատ լուրջ խնդիրներ, որոնց լուծումները եւս պետք է առաջարկել մարդկանց աղքատությունից դուրս բերել, բիզնեսի համար պայմաններ ապահովել եւ այլն, այս բոլոր հարցերի պատասխանները մենք կտանք եւ Մայր Հայաստանը առաջիկայում, երբ որ մենք ավարտական տեսքի կբերենք քննարկումները եւ բանակցությունները եւ մեր մոտեցումները, այդ մասին հայտարարություն կանենք, բայց այսինքն անպայման մասնակցելու եք, մնում է ձևաչափի մասին հայտարարեք։ Շատ լավ, չեմ բզբզում, երբ որ Չէ, բզբզալու բան չկա, մենք
Շնորհակալ եմ ձեզ հարցազրույցի համար։ Հայկական երկրորդի եթերում խոսքի իրավունքից օգտվեց Անդրանիկ Թևանյանը, մենք կհանդիպենք ցտեսություն։ Օրվա հարցը տարբեր տեսանկյուններից առանց անկյունների սեղանին։ Սա խոսքի իրավունքն է, ես Շավարժ Գևորգյանն եմ, եթե ուզում եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին, հղումը էկրանին է։